Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել բողոքարկման ոչ ենթակա որոշումը։ Ընդ որում, եթե նախկին դատավարական օրենսգրքով դատական ակտերը, եթե դրանք հանգեցնում են առերևույթ դատական սխալի կամ մարդու եւ սահմանադրական իրավունքների բունեության խաթարման եւ այլն արդարադատության բունեության խաթարման, ապա վերաքննիչ դատարանը ուներ նման բողոքները վարույթ ընդունելու հնարավորություն, անկախ դրանք բողոքարկման ենթակա լինելու հանգամանքից։ Նոր դատավարական օրենսգրքով վերաքննիչ դատարանը նման լիազորություն չունի։ Մինչդեռ կայացնում է կայծակնային արագության բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում, արձանագրելով, որ չկան բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքեր։ Այնինչ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ բողոքարկման ոչ ենթակա որոշումները բողոքարկելու դեպքում վերաքննիչ դատարանը դրանց վարույթ ընդունելը պետք է ուղղակի մերժի։ Սա քաղաքացիական Իհարկե առաջինացյանի ես հիմա ձեզ կցուցադրեմ առաջինացյանի դատարանի որոշումը։ Առաջինացյանի դատարանը իր որոշմամբ հստակ նշել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, խնդրում եմ ուշադրություն դարձնեք, հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման։ Հրապարակման պահից բողոքարկման ենթակա չեն բոլոր 3 դատական ակտերը բողոքարկման ենթակա չեն։ Ուժի մեջ եմ, ինչ է որոշել դատարանը։ Խնդրում եմ ուշադիր լսեք։ Անուն ազգանունները թույլ տվեք չընթերցեմ, դրա փոխարեն շատ լավ, դրա փոխարեն օգտագործեմ Արցախցի անունը։ Արցախցու պահանջն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին բավարարել։ Արցախցուն ընդգրկել իր հաշվառման վայրի ընտրական տեղամասի 0706/2026 թվականի կայանալիք ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ցուցակում։ Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման։ Հաջորդը ով է վարույթ ընդունում է հայցադի սրա դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը։ Դեռևս 2021 թվականին ես հիմա կրկին պետք է օգտեմ հեռախոսից դատավորի տվյալները։ Բաղմանյան, եթե չեմ սխալվում։ Արարատի եւ Վայոց ձորի մարզի դատարանում ունենում ենք դատավոր Իվան Զավենի Բաղմանյան, ով որ 2021 թվականին կայանալիք ընտրությունների 8 արցախցու հայց է բավարարում եւ պարտավորեցնում ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության այն ժամանակ անձնագրային էր կոչվում։ Ներառել այդ քաղաքացիներին ընտրական ցուցակում։ Կրկնում եմ 2021 թվականին դատավոր Իվան Զավենի Բաղմանյան, Արարատի եւ Վայոց ձորի մարզի դատավոր է, 8 հոգու հայց բավարարում է եւ պարտավորեցնում նրանց ներառել ընտրողների ցուցակում։ Ընդ որում դատավորը իր որոշման մեջ հստակ նշում է 8-ն էլ բավարարում է եւ 8-ն էլ նշում։ Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման։ Կրկնում եմ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման։ Գործը քննում է հենց քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով։ Դա համարելով ընտրացուցակներում կատարվող ճշգրտումներ, որը օրենքով վերապահված են քաղաքացիական դատարանի։ Բայց 2000, եթե չեմ սխալվում, 22 կամ 23 թվականին այս նույն դատավորը տեղափոխվում է վերաքննիչ դատարան։ Հիմա այս նոր կայացված դատական ակտը Արցախցու մասով բողոքարկում են Իվան Զավենի Բաղմանյանը դատական կազմում ընդգրկված է եւ կայացնում է բողոք վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում։ Կրկնում եմ Իվան Զավենի Բաղմանյանը դատական կազմում ընդգրկված լինելով կայացնում է բողոք վարույթ ընդունելու որոշում։ Այնպիսի որոշման դեմ ներկայացված բողոք, որը որ ըստ իրեն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման։ Պատկերացնում եք աբսուրդի աստիճանը եւ այսքանը անում են ամենավատը կայծակնային արագությամբ հրապարակում են դատական ակտի հրապարակման ամսաթիվ հունիսի 1-ը արդեն դատական ակտի հրապարակման ամսաթիվ է։ Ինչ է ստացվում։ Պետական արդարադատություն իրականացնող մարմինը դատարանը կայացնում է որոշումը ուժի մեջ համտնում հրապարակման պահից վերջնականա բողոքարկման ենթակա չի։ Ներքին գործերի նախարարությունը իրեն թույլ է տալիս քննադատել դատարանի որոշումը, անարգանք ցուցաբերել դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման նկատմամբ, այն չկատարել, այսինքն կատարել քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն, որովհետև դատական ակտի չկատարումը այն էլ պաշտոնատար անձի կողմից որակյալ հանցագործություն է։ Թույլ է տալիս իրեն չկատարել, քննադատել, բողոքարկել, իսկ վերաքննիչ դատարանը առանց որևէ պատճառաբանության կայացնում է տիպային վարույթ ընդունելու որոշում։ Վերջնական է, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չէ։ Այդ որոշում բողոքարկման վերաքննիչը գրում ասում է, դե չկան բողոքը վարույթ ընդունելը մերժելու կամ բողոքը վերադարձնելու հիմքեր, հետեւաբար բողոքը պետք է ընդունեն վարույթ։ Պարոն Երիցյան, այսինքն ենթադրվում է մինչև ընտրություններ վերաքննիչը որոշում չի կայացնի եւ այդ մարդիկ արդեն կմասնակցեն, չեն մասնակցի առաջարկի որոշումը։ Հենց հաջորդ զարմանալի իրադարձությունը կայանում է նրանում, որ վերաքննիչ դատարանը ես ունեմ վերաքննիչ բողոքներ ներկայացված, որոնց քննություն նշանակված է 27-28 թվականներին, որոնց դատական ակտի հրապարակման օրը պետք է լինի 27 կամ 28 թվական։ Այս ախնդրեմ Տիկին Ավանեսյանը այստեղ ներկա է իր գործով կենսաթոշակների համապատասխան դատավորի կենսաթոշակ ստանալու համար կա ներկայացված բողոք, որի քննություն նշանակված է կամ դատական ակտի հրապարակման օրը նշանակված է 26-27-28 թվականներին։ Բայց վերաքննիչ դատարանն ինչ է անում։
Նույն օրը ներկայացված բողոքում ընդունում է վարույթ 2026 թվականի հունիսի 1-ին հայտարարում հրապարակման օր 26 թվականի հունիսի 1-ին պրակտիկայում ինչքան էլ փնտրեք անգամ քրեական գործերով այսպիսի նախադեպ մենք չենք Թվականից 21-ից մինչև այսօր օրենսդրական փոփոխություն եղել է օրենսդրական փոփոխություն որպես այդպեսին չի եղել քաղաքացիության ընդունման կամ քաղաքացիության դադարման մասով միակ օրենսդրական փոփոխությունը չնայած դա օրենսդրական փոփոխություն չէ դա ընդհանրապես ենթաօրենսդրական ակտ է դա կառավարության 2023 թվականի հոկտեմբերի որոշումն է որով արցախցիներին տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ըստ այդմ նրանք հանդիսանում են փախստականներ Ինչի ՆԳՆ-ի նախարարության դիրքորոշումը կայանում է հետևյալում Եթե դու ունես փախստականի կարգավիճակ, իսկ կոնվենցիայի եւ օրենքի ուժով փախստական կարող է լինել միայն այն անձով, որ չունի քաղաքացիություն կամ հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի, ուրեմն դու քաղաքացի չես։ Դատարանը ասում է՝ «Հոբ, հասկացանք, տվել ես ժամանակավոր պաշտպանություն»։ Լավ ես արել, ուզում է անձը թող բողոքարկի, համաձայն չի դրա հետ թող բողոքարկի։ Ով ինչ ուզում անի, դա ինձ չի հետաքրքրում։ Բայց այս անձը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Այդ քաղաքացու անձնագրի շնորհիվ ինքը համարվում է քաղաքացի, որովհետև գոյություն ունի քաղաքացիության մասին օրենք։ Իսկ քաղաքացիության դադարման հիմքերը հստակ եւ սպառիչ թվարկված են օրենքով։ Դրանով են չէ ճանապարհորդում եւ այլն։ Ստացվում է որ Ես այդ ճանապարհորդության մասով էլ էսա դիրքորոշում հայտնեմ, ես քիչ հետո ձեզ կներկայացնեմ ճամփորդական փաստաթուղթ։ Կառավարությունը սահմանում է նաեւ ճամփորդական փաստաթղթի ձևը։ Եթե ճամփորդական փաստաթուղթը իմ ծանոթներից մեկը ունի ճամփորդական փաստաթուղթ դնում եւ համեմատում ես Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հետ, դրանք տարբեր փաստաթղթեր են։ Հետեւաբար Արցախցու անձնագիրը ճամփորդական փաստաթուղթ անվանել չի կարելի։ Դա անգամ հակասում է կառավարության որոշման եւ օրենսդրական պահանջներին, որովհետեւ ճամփորդական փաստաթղթի ձևը սահմանված է, իսկ այդ սահմանված ձևին չի համապատասխանում Արցախցու քաղաքացու անձնագիրը, արցախցիների անձնագիրը։ Հիմա Արցախցուն տրված անձնագիրը արտաքին առումով եւ բովանդակությամբ ոչնչով չի տարբերվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Միայն մի բան Ստորաբաժանումը 0.70 Ասեմ ավելին, մենք ունենք արցախցիներ, ովքեր ըստ ՆԳՆ նախարարության ճակերտներում չունեն Հայաստանի քաղաքացիություն, բայց ունեն Հայաստանից ստացած անձնագիր, օրինակ տրված 001-ի կողմից։ Բայց նրանց եւս չեն համարում քաղաքացի։ Հարցը առաջանում ո՞նց է դու իրաց։ Ես անձամբ ունեմ նաեւ նույնականացման քարտ։ Նույնականացման քարտ, որի ստորաբաժանումն էլ է նշած, որն ատված Հայաստանի Հանրապետությունից ստացած։ Բայց ինչ չեն համարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Լավ, անձնագիրի ճամփորդական փաստաթուղթը, բա նույնականացման քարտը ինչ է։ Նույնականացման քարտով կարելի է գնալ եւ Իհարկե, հիմա մեր դիրքորոշումը հենց կայանում է դրանում, որ պետք է գնալ եւ պետք է քվեարկել։ Արցախցիները ունեն ընտրության իրավունք եւ դա արձանագրում են ոչ թե ես, արձանագրում է դատարանը։